Հետցի ապագայի երկու տարբերակ կա, ինչ է սպասվում Հայաստանի ռազմավարական ենթակառուցվածքին։ Ծառայության ժամկետի կրճատում, սոցիալական արդարություն, բանակային դիրքային պայմաններ քաղաքացիների մտահոգող հարցերին պատասխանում է Պաշտպանության նախարարը։ Հայաստանը հապկից դուրս գալու հարց չի քննարկում, փոխարտգործնախարարը պարզաբանել է նաև թե ինչու։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, ուղիղ եթերում մեկնարկում ենք կարևոր թեմաների քննարկումը։ Եվ այսպես պետությունը Հայաստանի էլեկտրական ցանցերի հետագա կառավարման վերաբերյալ երկու տարբերակ ունի։ Ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպմանը վարչապետը հիշեցրել է, որ առաջին տարբերակն է սահմանված օրինակով, ընթացակարգերով հեծը ամբողջությամբ դարձնել պետական սեփականություն, որից հետո արդեն հրավիրել ոլորտի պրոֆեսիոնալ կառավարիչ։ Այսինքն կոնցեսիոն սկզբունքով ենթակառուցվածքը մնում է պետական սեփականություն, լինում է պետական սեփականություն եւ կառավարվում է պրոֆեսիոնալ ընկերության կողմից, իհարկե կառավարության վերահսկողության ներքո։ Երկրորդ տարբերակը, եթե տեսնենք, որ սա ինչ որ պատճառով անհասանելի է, որովհետեւ այնուամենայնիվ մենք ընկերությունը վերցնելու համար պետք է վճարում իրականացնենք, այդ վճարում հաստատի պետական բյուջեի ծախսը, եթե տեսնենք, որ այդ ծախսը արդարացված չի պետական բյուջեի կողմից, ուրեմն մենք պետք է թափանցիկ ընթացակարգերով նոր ներդրող ներգրավենք։ Ես ուզում եմ անկեղծ ասեմ, ինձ համար լավագույն ցանկալի տարբերակը առաջի տարբերակն է։ Ճիշտ ասած, ես էլ կցանկանայի։ Հա, բայց այդտեղ ֆինանսական հարց կա, որը բյուջետային ֆինանսական հարց է, որտեղ մենք ռազմավարական առումով այս հարցը կլուծենք, դուրս կգանք եւ այլ խնդիր երկարաժամկետում էլ մեր երկրի առաջ այդ ռիսկերը բան կանենք, կնվազացնենք։ Հանդիպման առաջին հատվածում Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է իր պնդմամբ խախտումներ, որոնք կատարվել են հեծում նախկին ղեկավարների ժամանակ, այդ թվում հավելագրումներ արևային կայաններից ինքնավար էլեկտրաարտադրողների արտադրած էներգիայի թերգրանցում եւ այլն, որոնք Փաշինյանը ըստ էության որակեց փողերի լվացում։ Պետրոսյանը նաև պնդեց, թե ջնջվել է հեծի 2018-24 թվականների ամբողջ տվյալների բազան։ Ջնջվել է 2018-ից 24 թվականի նոյեմբեր ամիս ընկած ամբողջ տվյալների բազան։ Հիմա տենց վարկած կարող է լինել, որ այդ տվյալների բազաներում տեսանելի եւ ապացուցելի կլինեին նաեւ հավելագրումներ եւ այլն ձեր նշածները եւ այդ տվյալների ջնջելու հետ այդ տվյալները նույնպես վերացել։ Այո, կարող ենք ենթադրել, այդտեղ կա նաեւ առաջին խախտման բնույթը ինքնին ԵԲՑ կանոնի կոպիտ խախտում է եւ տվյալ փաստը հատկանշականն այն է, որ ժամանակի տնօրեններն ու կառավարիչները թաքցրել ՀՑԿ-ից։ Թեպետ ծառայական քննություն են նշանակել, որոշակի մեղավոր շրջանակներ են դուրս բերել եւ այդ ամբողջ փաստաթղթերը հեծում պահվում են խնամքով, բայց որևէ կերպ հաշվետվությունում չի արտացոլվել ՀՑԿ ներկայացվող, ինչը լիցենզիայից բխող առաջնային պահանջ է նաեւ։ Ընդ որում նաև հաղորդում չէր ներկայացվել իրապահներին, քննելու նաև այն վարկածը, որ գուցե արտաքին միջամտության արդյունքում է տեղի ունեցել, քանի որ խոսք գնում է 700,000 մեր քաղաքացիների սպառողների անձնական տվյալների մասին։ Այսինքն անձնական տվյալների պաշտպանության խնդիրը կար նաև։ Փաստորեն ստացվում է, որ կցորդիչը, որը կարող էր, իհարկե շուկայական գինը որոշակի փոփոխություններ կարող է ունենալ, բայց պլյուս 10%, 20% եւ այլն։ Այսինքն, որը կարող էր ձեռք բերվել կլորացրած 60 միլիոն դրամով ձեռքաբերվել 130 միլիոն դրամ։ Այո, ընկերության տարեկան բյուջեի մեջ նախատեսված եղել 130 միլիոն դրամ դրամներ։ Շատ լավ։ Դե սա շատ կոնկրետ փաստեր են եւ տպավորություն է ստացվում, եթե չեմ սխալվում, սենց երևույթները, իրավաբանները փողերի լվացում են կոչում, որ այսինքն իրականում ոչ թե գործարք անելն է, աշխատանք անելն է, այլ շրջանառությունից փող դուրս բերելն է եւ դա այնպիսի խողովակով, որ առերևույթ եկամուտը դիտվի օրինական, բայց գործնականում այն ինչ որ նկարագրում եք եւ եթե հիմնավորված է, ըստ էության դա այլ անուն կան փողերի լվացում դժվար է գտնել։ Գնումների գործընթացը եւս թափանցիկ չի եղել, մասնակցել են տաշիր ընկերության այդ փոխկապակցված ընկերությունները։ Գնումներում հիմնականում մասնակցություն են ունենում փոխկապակցված կազմակերպություններ, այսինքն հեծի սեփականատերերի խումբը ստեղծում է եւ
ղեկավարության խումբը ստեղծում է ընկերություններ կամ իրանք անձամբ կամ իրանց հետ կապված անձանց միջոցով, որոնք մասնակցում եւ հաղթում են գնումների գործընթացին։ Ընդ որում արտոնյալ եւ մենաշնորհային դիրք են տալիս արհեստականորեն, ինչը նաեւ դարձյալ ուղիղ օրենսդրության եւ ՀԾ կողմից սահմանված կարգի խախտում է։ Հետո Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց ՀԵՑ-ը երաշխավորություններ է տվել էներգետիկ շուկայի հետ կապ չունեցող ընկերությունների։ Իրենց եղածով, իրենց կարողություններով հզորություններ են ձևավորել այլ ընկերություններում, ովքեր հեծի իսկ տված երաշխավորություններով եւ արտոնյալ վարկերով արդեն իսկ արտոնյալ դիրքում են գտնվել մրցակից ընկերությունների նկատմամբ։ Դրանով աղճատելով եւ մաքուր մրցակցության դաշտի ամբողջ պատկերը, բայց նաեւ շատ ավելի, այսպես ասած, խոսուն մի դրվագ, ընկերությունների մի զգալի մասը որևէ կապ չունեն հեծի ու էներգետիկ շուկայի հետ։ Առհասարակ այլ ոլորտի ընկերություններ են, ովքեր որ լիցենզավորված էներգետիկական ռազմավարական ընկերության երաշխավորությամբ $10 միլիոն արտոնյալ վարկեր են ստացել եւ բիզնես են արել այլ ոլորտներում, ընդ որում դրանց մեջ կա նաեւ ՀՀ ոչ ռեզիդենտ ընկերություն, ամենացավալին դա է։ Հետցում նաեւ ստվերային շրջանառություն է եղել։ Որոշակի քանակի էլեկտրաէներգիայի ստվերային շրջանառության արդյունքում որոշակի մոնետիզացիայի նաեւ գործարքներ կարող էին տեղի ունենալ։ Էլեկտրաէներգիա ստվերային վաճառք։ Ստվերային շրջանառություն, այո, ստվերային գումարներով նաև 1.5 տասնյակից ավելի քրեական վարույթներ են այսպես նախաձեռնված, նաև տեսուչի կալանավորում ունենք ցանցերից մեկում, ով հավելագրում էր արել համայնքային ոչարևրեն կազմակերպության հաշվիչին 1 միլիոնից ավելի գումարի էլեկտրաէներգիա եւ դրանով եւ տեխնիկական կորուստները նվազեցնում, մոտեցնում, մոտարկում սահմանված ցուցանիշին 7%-ին, ինչպես նաև հանրության կամ պետական ու համայնքային հիմնարկների հաշվին գեներացնում են որոշակի ստվերային շրջանառության էլեկտրաէներգիա։ Այսինքն պետական հիմնարկների հաշվին ավել հոսանքի սպառած հոսանքի ավել տվյալ են։ Այո, ավելին էր վճարում պետբյուջեն, քան իրականում սպառել է տվյալ հիմնարկությունը կամ Այսինքն ինչ հիմնարկների մասին է խոսքը։ համայնքային կամ դպրոցի շենքեր կարող են լինել, բժշկական կենտրոններ կարող են լինել, կոմունալ տնտեսության հողակներ մեծամասամբ, քաղաքների, մեր բնակավայրերի գիշերային լուսավորության ցանցերի վրա են ահռելի հավելագրումներ արվել եւ հավելագրումների ծավալը ընդհանրական, որ ասեմ, արդեն իսկ հայտնաբերված եւ փաստաթղթավորված անցնում են մի քանի միլիոն կիլովատժամ քանակները։ Միջինացված դա կարելի է բազմապատկել միջին սակագնով 50 դրամով օրինակ մի քանի տասնյակ միլիոն դրամի յուրացում մեքենայությունների բյուջե ենք ստանում։ Եվ վերանայվելու է արդյոք հոսանքի գինը։ Պետրոսյանը նշել է, որ արդեն պատկերացում ունեն, ինչ չափով են կարողանալու անել։ Արդեն որոշակի պատկերացում ունենք մոտ ինչ չափով ենք կարողանալու վերանայել եւ լիահույս եմ, որ տարեսկզբից առնվազն արդեն վերանայման այդ որոշումները կկայացնեն։ Բայց այս սկզբունքով, խնդրում եմ, շատ կարևոր է, որովհետեւ հիմա որևէ քաղաքական նպատակադրում Ես լիովին հասկացա։ Չպետք է լինի, որ մենք հաջողանալու համար այնքան իջացնենք, որ արդյունքում թեկուզ ոչ մի տարի, ոչ 2 տարի, այլ 3 տարի հետո խնդրեմ առաջանա։ Մենք պետք է բերենք, եթե ֆիքսենք, որ իրոք բարձր է, պետք է բերենք գիծ պլյուս պայմանական ասած միլումա, որը այդ միլուման ներդրվի հետագա զարգացման։ Մեր ձևովիչ տապեցին արձագանքել նշելով, որն է գաղտնիքը Փաշինյանը կբարձրացնի հոսանքի գինը, ընտրություններից հետո Սամվելը ոչ։ ՀԵՑ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն էլ ասել է, որ ՀԵՑ-ը իշխանություններին պետք է, որպեսզի դառնա Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի պես ՔՊ-ն ֆինանսավորող եւս մեկ կառույց, որը ընտրությունների ժամանակ որպես գործիք կօգտագործվի։ Հիշեցնեմ, ՀԵՑ-ը լիցենզիայից զրկվեց նոյեմբերի 17-ին ընկերության սեփականատեր Տաշիր Կապիտալի ղեկավար Կարապետյանները եւ կառավարությունը օրենքով 3 ամիս ժամանակ ունեն բանակցությունների համար։ Այս ընթացքում կողմերը կարող են պայմանավորվել ընկերության վաճառքի շուրջ, եթե համաձայնության չգան, գործադիրը կարող է գնալ հանրային գերակա շահ ճանաչելու ճանապարհով, որն էլ առանց համապատասխան փոխհատուցման չի կարող իրականացվել։ Այն կարող է մի քանի $100 միլիոն հասնել։ Անկախ աուդիտորական եզրակացության անցած տարեվերջին ՀԵՑ-ի սեփական կապիտալը մոտ $360 միլիոն է գնահատվել, չհաշված մի քանի 100 միլիոնի հասնող պարտավորությունները։ Եվ այժմ կզրուցեմ միջազգային եւ անվտանգային հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, միջազգային տնտեսական իրավաբան Արա Պապյանի հետ։ Ողջույն, պարոն Պապյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ։ Պարոն Պապյան, ո՞րն է ՀԵՑ-ի ճակատագրի լավագույն տարբերակը ըստ քննարկված երկուսից։
Ըստ քննարկված երկուսից ինձ թվում է երկու կողմերի մոտ լավագույն տարբերակը այն է, որ երկկողմանի համաձայնություն ձեռք բերվի եւ վաճառք իրականացվի ամեն դեպքում, որովհետեւ այստեղ կան էական շատ թույլ կողմեր, թեկուզ տնտեսվարողի համար, որովհետեւ այդ սկզբում այդ նշված այդ չարաշահումները խնդիրները էականորեն բարդացնելու են այդ արբիտրաժային վեճի քննության ընթացքում խնդիրներն առաջացնելու եւ որոշակի շանսեր այդ գործերում նվազեցնելու եւ կարծում եմ լավագույն տարբերակը որ այդ փոխադարձ համաձայնությամբ այդ վաճառքի գործընթացը իրականացվի բնականաբար դա արդեն տնտեսվարողի ընտրությունն է բայց այդ թվարկված այս սկզբում ասում թվարկված խնդիրները կարծում եմ որ որոշակի էականությունն է եւ կարող են հետագա վեճերի վրա ազդել մի քիչ ավելի անկանխատեսելի դարձնել Այսինքն այն չարաշահումները, որոնց մասին խոսվեց, որոնց մասով կան նաև քրեական գործեր եւ այլն, այս դեպքում կարող են պետության համար դրական ազդեցություն ունենալ միջազգային արբիտրաժում։ Էականորեն դրական ազդեցություն կարող են ունենալ։ Էականորեն։ Շատ լավ։ Իսկ հնարավոր սակագնի վերանայման հարց, հա, որքանով կարող է օրինակ իրատեսական լինել այս դեպքում, դե վարչապետն էլ նշեց, որ այդ հարցին պետք է մոտենալ առանց քաղաքական, այսպես ասած, դիվիդենտներ շահելու, որպեսզի գինը չիջեցվի այնքան, որ համակարգը կոլապսի չընթարկվի եւ գինը նաեւ չլինի այնպիսին, որը այսպես ասենք, հիմնված չի լինի հեծի իրական կարիքների վրա։ Տեսեք, դա որոշակի տնտեսական հարց է եւ այդ մասով պետք է բավական մեծ տեղեկատվություն, որպեսզի հնարավոր լինի ինչ որ այդ մասով պատասխան տալ, բայց այդ հարցի մասով չեմ կարող դիտարկել, որոշակի իրական հարց չի, եւ բազում տեղեկատվություն է պետք, որպեսզի դրան կարողանաս պատասխանել։ Իսկ այն օրինակ, որ մեր ձևով շարժումից Կարապետյանների ներկայացուցիչներից բնորոշեցին այս քննարկումը որպես իրավապահ համակարգին ուղղորդող, դուք այստեղ այդպիսի բան տեսնում եք։ Կարծում եմ, որ այստեղ ուղղորդող չի լինի, միգուցե այստեղ փողերի լվացման մասին խոսք բարձրացվեց եւ այլն, կարծում եմ այդ հարցերը պետք է նաեւ եթե կան նման անհանգստություններ պետք է դիմաց լինեն համապատասխան պետական մարմիններին եւ որպես ուղղորդում դժվար կլինի գնահատել, բայց իմ մոտեցումը այս նմանատիպ գործերով մշտապես այնպես է, որ բաց հանրային դաշտում նմանատիպ բաց քննարկումները որոշակիորեն ռիսկային է եւ չպետք է տեղի ունենան կարծում եմ, որ սրանք այսպես ասած փակ քննարկման ենթակա հարցեր են, որ եւ ցանկացած մեկնաբանություն կարող է մյուս կողմից մեկնաբանվել այլ կերպ, կարող է արբիտրաժային դատարանի կողմից մեկնաբանվել այլ կերպ, եթե գործը շարունակվի եւ կարծում եմ բաց քննարկումները ամեն դեպքում օգուտ չեն տալիս նմանատիպ իրավիճակներին։ Իսկ ինչ եք կարծում, այս process-ը ռիսկեր եւ անորոշություններ առաջացնում է, եթե օրինակ գնանք այն տարբերակը հեծի ճակատագրի, որը դուք մատնանշեցիք, հա, կամ մինչեւ այդ տարբերակին հասնելը։ Իհարկե առաջացնում է անհայտ է թե ով է կառավարելու, ինչ էֆեկտիվությամբ է կառավարելու եւ հետագայում ինչ է տեղի ունենալու, այս մասով կարծում եմ որևէ մեկը տեղեկատվություն չունենք, այսպես ասած հեծը հաշվենք, ենթադրենք այսօր ինչ չկա, ով է կառավարումը իրականացնելու, ոնց է իրականացնել, ինչպես է այդ գործընթացները անխափան գնալու եւ սրանք կարծում եմ որոշակի ռիսկեր են, անորոշություններ են, որ պետք է կառավարվել Իսկ պետությունը չի կարող դրանք կառավարել։ Պետությունը սովորաբար էֆեկտիվ կառավարող դժվարանում մասը կլինեն թե չէ, ամեն դեպքում այդ մոդելին կատարվել մոտեցումներ, որոշ մասնագետներ պնդում են, որ պետությունը այո կարող է էֆեկտիվ կառավարել, որոշ մասնագետներ պնդում են, որ պետությունը պետք է, այսպես ասած, outsource-անի նման գործառույթները, քանի որ մասնավոր ավելի էֆեկտիվ է կառավարում, այստեղ մոտեցումը այսպես ասած սուբյեկտիվ մոտեցումների եւ սուբյեկտիվ պատկերացումների հարցը եւ միայն ժամանակը ցույց կտա պետությունը էֆեկտիվ է կառավարում եւ եթե էֆեկտիվ չէ կառավարում ով է հետագայում այդ համակարգը կառավարելու
Պարոն Պապյան, տեսեք, Հայաստանը սպասում է հսկայական տեխնոլոգիական ներդրումների, մի քանի 100 միլիոնավոր դոլարների, պատրաստվում է մեգա նախագծեր իրականացնել, օրինակ TRIP եւ այլն, դրանով անցնող խողովակաշարեր, գազաշարեր, չգիտեմ, էլեկտրահաղորդուղիներ, հազար ու մի բան, հա։ Արդյոք նաեւ այստեղ չէ մեծ դերակատարում է ունենալու Հայաստանի էլեկտրական ցանցերը, որպես նաեւ ռազմավարական էներգետիկ աղբյուր, հանգույց, այս բոլոր պրոյեկտները ըստ պատշաճի կյանքի կոչելու համար։ Այսինքն չեն կարող այդպիսի մեծածավալ ֆինանսական ռեսուրսներ պարունակող ներդրումներ իրականացվել, այդպես, հա, չարդիականացված, եթե հենվում ենք տեղեկատվության հավաստիության վրա, չարաշահումներ թույլ տվող եւ այլն ընկերության հետ գործարքներ անել այդտեղ։ Այսպես նշենք, էլեկտրամատակարարման այդ էներգիայի պաշտպան այդ համակարգը ոչ միայն այդ նախագծերն, այլ մեր առօրյա կյանքի համար նրանց էֆեկտիվ աշխատանքը էական նշանակությունն են։ Եթե խոսքը վերաբերում է մեգա նախագծին, բնականաբար ցանկացած ներդրում իրականացնելիս պետք է հաշվի առնել, որ արդյոք այդ երկրում կա համապատասխան ենթակառուցվածքներ, որոնք հնարավորություն կունենան այդ մեգա նախագծերը սպասարկելու, այսինքն կան բավարարազորություններ, ինչքանով են արտիականացված, բայց այն հարցը թե որքանով է արտիականացվելու, ով է այդ արտիականացումը իրականացնելու, եթե կարծում եմ, որ անհրաժեշտությունը բնականաբար կա, այդ հարցերը դեռևս բաց են եւ մեկը դրանց պատասխանը չունի, բայց պետության միջամտությունը, որ սկզբում նշեցի, որ այստեղ կա սուբյեկտիվ մոտեցում է, այդ էական նախագծային պետության մասնակցությունը կամ պետական սեփականության մոտեցումը այդտեղ կարևոր որ կարելի ասել այն, որ պետությունը պետք է այո ռազմավարական նշանակության օբյեկտների նկատմամբ ունենա սեփականություն եւ այդ սեփականությունը էֆեկտիվ կառավարի պետությունը ունի մեծ ռեսուրսներ թեկուզ արտիականացման համար միջոցներ ներգրավելու, ներդրումներ ներգրավելու եւ համապատասխանեցնելու այսպես ժամանակակից տնտեսական պահանջներին։ Մեծ նախագծերը պահանջում են մեծ ենթակառուցվածքներ եւ ենթակառուցվածքները պետք է ձևավորվեն կամ ձևավորված լինեն ինչով այդ ներդրումները անելը։ Պարոն Պապյան, ինչպես նշեցի, խոսվեց եւ նաեւ կան հարուցված քրեական գործեր հավելագրումների, պետբյուջեից միլիոնավոր դրամների այդ հավելագրումների համար գումարներ վերցնելու, տարբեր ընկերությունների երաշխավորություններ տալու, այդ թվում նաեւ ընկերությունների, որոնք ոչ էներգետիկ գործունեություն են ծավալում, բայց փոխկապակցված են տաշիր ընկերությունների հետ, մի քանի 100 միլիոն դոլարի հասնող ու հազար ու մի բան, էլի, հազար ու մի չարաշահում։ Լավ, հեծը ինչպես այդպես գործել է առանց վերահսկողության, այստեղ չպիտի հարցեր առաջանան նաև վերահսկող մարմիններին եւ գերատեսչություններին, ինչեւ այս պահը, այս ինչ վերահսկողություն եք դուք արել, որ այս թվերի մասին է խոսքը։ Բնականաբար վերահսկող մարմիններ կան եւ այդ վերահսկող մարմինների նկատմամբ բնականաբար պետք է լինեն որոշակի հարցեր, կարող այդ հարցը կոնկրետ առաջած հարցերը իրենց վերահսկողության շրջանակներից դուրս կամ ինչ-որ բիզնես գործակցին եւ այլն, բայց ամեն դեպքում վերահսկող մարմինների նկատմամբ բնականաբար հարցեր կա։ Իրենց վերահսկողության դիրույթում էր դա արդյոք թե չէ եւ եթե իրենց դիրույթում էր ինչի չի իրականացվել այդ վերահսկողություն, բնականաբար այդ հարցերը պետք է լինեն։ Շնորհակալ եմ մանրամասնորեն։ Եվ այդ հարցերի քննարկումը պետք է լինի պետության նախաձեռնությամբ, քանի որ այդ վերահսկող մարմինը գործում է, այսպես ասած, պետական մարմին է եւ միգուցե շատ գործառույթներ չի իրականացրել։ Շնորհակալություն, պարոն Պապյան։ Զրուցակիցս միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, միջազգային տնտեսական իրավաբան Արա Պապյանն էր։ Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ նույն հանձնաժողովի անդամ պատգամավոր Արտյոմ Մեհրաբյանը պատասխանել են քաղաքացիների հարցերին։ Քաղաքացիներին առաջնահերթ հետաքրքրում էր զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու հանրապետության կառավարության ներկայացրած օրենքի նախագծի, մասնավորապես զինծառայության ժամկետը 18 ամիս սահմանելու հարցը, մասնավորապես թե ինչու է տարածվելու միայն 2026 թվականից սկսած զորակոչիկների վրա, ինչինի պատասխան Սուրեն Պապիկյանը նշել է։ Ինչպես նշեցի, արդարության սկզբունքը ամբողջությամբ պահվում է, քանի որ մենք օրենքը ուժի մեջ մտնելուց հետո, այսինքն նախատեսում ենք հունվարի սկզբից զորակոչվող
բոլոր երիտասարդների վրա տարածել, ի տարբերություն մեր նախորդ որոշման, երբ այն պիտի կիրարկվեր հունիսից, եւ այո, հավասարության սկզբունքը հաշվի առնելով մենք որոշումը տեղափոխեցինք հունվար եւ դեռևս չզորակոչված բոլոր երիտասարդների վրա այն տարածվելու է, այսինքն սրանով նույնպես հավասարության սկզբունքը պահպանվում է, այն արդյոք լավ կլիներ, որ դա տարածվեր նաեւ գործող զինծառայության մեջ գտնվող երիտասարդների վրա։ Իհարկե կարող է դա հաճելի լինել նրանց ընտանիքի անդամների համար ու նրանց համար, բայց միևնույն ժամանակ մենք պիտի այս հարցին նայենք այլ դիտանկյունից նույնպես, այն է դրա հնարավորություն, այսինքն արդյոք զինված ուժերը, պաշտպանության նախարարությունը կարող է իրեն թույլ տալ տարածել բոլորի վրա։ Մենք այս բարեփոխումը անում ենք գլխավոր շտաբի կողմից տրվող համաձայնության կամ հաշվարկների հիման վրա եւ եկել ենք այն եզրակացության, որ դա հնարավոր է իրագործել միայն 2026 թվականի հունվարից հետո։ Հաջորդ հարցը վերաբերում է շահտեստավորման գործընթացին։ Ըստ Պաշտպանության նախարարի դրա ներդրման նպատակը ոչ միայն զինծառայողի ֆինանսական ապահովվածության բարելավումն է, այլև նրա պատրաստության մակարդակի, մասնագիտական կարողությունների եւ հմտությունների բարձրացումը։ Պապիկյանը նաեւ նշել է, որ շահտեստավորվել է զինծառայողների 65%-ը։ Ինչու է ընդունվել այս որոշումը։ Նախ սկզբնական շրջանում այո, միտք եղել է, որպեսզի մենք հանենք թվաբանական միջին, բայց հետագայում մենք որոշում ենք ընդունել այն տարբերակը, որ այսօր գործում է, այսինքն գնահատական վերջնական համարել ստացված ամենացածր գնահատականը։ Սա մոտիվացիայի համար է, մենք ստեղծել ենք մոտիվացիոն համակարգ, որը նշանակում է, որ զինծառայողը պիտի ավելի ջանք գործադրի, որպեսզի կարողանա բոլոր առարկաներից, այսինքն եւ ֆիզիկական պատրաստությունից, եւ կրակային պատրաստությունից, եւ մասնագիտական գիտելիքների քննությունից եւ շարային պատրաստությունից դրսևորի հնարավորինս ավելի բարձր արդյունք։ Հարցերից մեկն էլ վերաբերում է բանակային դիրքերին, զինվորների ծառայության պայմաններին, մասնավորապես, որպեսզի Պաշտպանության նախարարությունը ուշադրություն դարձնի, որ զինվորը տեղեր կա, որ վրաններում է ապրում, անձրևների տակ, ոչ թե քարին, այլ փափուկ ներքնակին քնեն։ Պապիկյանը նշել է, որ նկարագրվածի նման որևէ բանակային դիրք մենք այսօր չունենք։ Այսօր բանակային բոլոր դիրքերը պատշաճ կահավորված են, զինծառայողների կեցության պայմանները ավելի բարելավված։ Պայմանների մասին ձեր նկարագրած սրանք իրականության հետ ոչ մի կապ չունեն։ Այսօր իրականության հետ ոչ մի կապ չունեն։ Գուցե գործընկերը խոսում է պատերազմական իրավիճակում օբյեկտիվ պայմանների մասին, ես որևէ կերպ չեմ կարող հաստատել կամ հերքել դա, որովհետև չգիտեմ ինչ է նկարագրում, բայց այն որ այսօր մենք սահմանում չունենք այնպիսի բանակային դիրքեր, որտեղ նկարագրվածը աղերս ունենա իրականության հետ, ես ընդհանրապես ուզում եմ ասել, որ այսօր շատ ավելի լավ ու բավարար պայմաններում են գտնվում մեր բանակային դիրքերը եւ ինչ որ առիթով մենք գուցե հնարավորություն կունենանք դրանով կիսվելու նաեւ մեր գործընկերների հետ, մեր քաղաքացիների հետ հասարակության հետաքրքրված հատվածի։ Մեկը վերաբերել է այսպես ասած կիբերզորքեր, տեղեկատվական զորքեր ունենալուն։ Նախարար Պապիկյանը նշել է, որ հանրապետության զինված ուժերի բոլոր զորամասերում յուրաքանչյուր տարի անցկացվում են մեդիագրագիտության դասընթացներ, իսկ տարբեր մարզերում պարբերաբար կազմակերպվում են տեղեկատվական վարժանքներ, պաշտպանության, նախարարության, թիմերի եւ ԶԼՄ գործընկերների միջև փոխգործակցության մակարդակը բարձրացնելու նպատակով, ինչպես նաեւ մի շարք նմանօրինակ այլ միջոցառումներ։ Իսկ ինչ վերաբերում է պահեստազորի սպաներին, ապա նրանք կարող են վերադառնալ ծառայության Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված որոշակի զորամասերում, պահպանելով զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը։ Վերադարձեք շարք, ասում է պաշտպանության նախարարը։ Սուրեն Պապիկյանը անդրադարձել է նաև Իգական սեռի քաղաքացիների կամավոր ծառայության հարցին։ Սա ենթադրում է, որ 18-ից 27 տարեկան աղջիկները կարող են ծառայության անցնել 6 ամիս ժամկետով եւ դրանից հետո ստանալ 1 միլիոն դրամ պատվովճար, որը նրանց հնարավորություն կտա նախ ծանոթանալ մեր բանակին, կոփվել, միևնույն ժամանակ նաև վաստակել։ Ու քանի որ շատ են այնպիսի քաղաքացիներ, ովքեր երազում են բանակում ծառայելու մասին, երազում էին այդ հնարավորության մասին, մենք իհարկե այդ որոշումը ընդունել ենք լսելով նրանց եւ հիմա ակնկալում ենք, որ յուրաքանչյուր զորակոչի ընթացքում ձեր թվականակը, սիրելի աղջիկներ,
կշարունակի ավելանալ եւ դուք կդառնաք մեր հայրենիքի պաշտպանները։ Շնորհակալ եմ։ Խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ պատգամավոր Արտյոմ Մեհրաբյանն էլ անդրադարձել է ռազմաարդյունաբերությանը։ Որ 2023 թվականին կառավարության որոշումով մոտ 171 միլիարդ դրամ տրամադրվեց ռազմաարդյունաբերության ոլորտին ու դա շարժեց մեր ռազմաարդյունաբերությունը տեղից եւ այսօր մենք ունենք զարգացող ռազմաարդյունաբերություն։ Այստեղ ամենակարևորն այն է, որ արդեն մեր ռազմաարդյունաբերողները եւ պաշտպանության նախարարության ստորաբաժանումները սկսել են սերտ իրար հետ համագործակցել եւ նաեւ կրթական աշխատանքներ են տարվում մեր ռազմաարդյունաբերողների կողմից իրենց արտադրանքի կիրառման, նաեւ սպասարկման մասով ու այդ շփման շնորհիվ նաեւ ձևավորում են նոր մտքեր, նոր արտադրատեսակներ եւ նաեւ այստեղ գիտական ամենակարևորագույն ճյուղը գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների նոր գաղափարներ են ծնվում եւ ասեմ ձեզ 18 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունը ունի ուրիշ ռազմաարդյունաբերություն եւ հույսով եմ որ գնալով մեր ռազմաարդյունաբերությունը կասնի այն մակարդակին որ Հայաստանի պահանջարկների 50%-ից ավելը մենք կարողանանք մատակարարել, իհարկե դա ապագայում, ինձ թվում է մոտ ապագայում, շնորհակալություն։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու հարց Հայաստանի արտգործնախարարության օրակարգում չկա, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է արտաքին գործերի փոխնախարարը։ Մնացական Սաֆարյանի խոսքով Հայաստանը չի մասնակցում, բայց եւ չի խոչընդոտում որոշումների փաստաթղթերի ընդունմանը։ Հարցին, եթե չի մասնակցում, չի խոչընդոտում, հայտարարում են, որ սառեցված է Հայաստանի մասնակցությունը, ինչու դուրս չի գալիս Հայաստանը հապկից, Սաֆարյանը պատասխանել է։ Այս փուլում մեր քաղաքականությունն այդպիսին է։ Այս հավելում չէի անը դրա մասին, այսինքն հայտարարված քաղաքականություն այն ինչ որ նշեցի։ Պատճառ կա մնալու, ուզում եք հասկանալ, պատճառը ո՞րն է, որ դեռ հապաղում ենք մնում ենք։ Այդ քաղաքականությունը հանրությանը չի բացահայտում, ո՞րն է պատճառը։ Եթե հավելյալ դիրքորոշումներ կամ քայլեր լինեն, մենք դրա մասին կտեղեկացնենք, բայց այս փուլում այսպիսին է քաղաքականությունը։ Մտավախություն կա, որ ռուսների հետ հարաբերությունները կարող է ավելի լարվեն, դրա համար եք այսպես ոչ այստեղ եք, ոչ այնտեղ եք։ Մենք այսինքն Հայաստանը վարում է իր արտաքին քաղաքականությունը շահերի հիման վրա, ըստ իրավիճակի, ըստ ձևավորվող իրավիճակի եւ հայտարարվել է Հայաստանի եւ դիվերսիֆիկացման քաղաքականության մասին եւ բալանսավորման եւ բալանսավորելու քաղաքականության մասին ըստ այդպիսի կոնկրետ իրավիճակի Հայաստանը կատարում է ընդունում է որոշումներ։ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նոյեմբերի 27-ին Բիշքեքում անցկացվելիք գագաթնաժողովին չեն մասնակցելու, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Հայաստանի ներկայացուցիչները կազմակերպիչներին նաև տեղեկացրել են, որ հանդիպման ժամանակ համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը դեմ չեն, ասել է Ուշակովը։ Իդեպ ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարը լինելու Ղրղստանի ներկայացուցիչ Թալալ Թաբեք Մասադիկովը։ Նա գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի 2026 թվականի հունվարի 1-ին։ Եվ այժմ կզրուցեմ անվտանգային ու ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորման հիմնադիր անդամ Նարեկ Ներսիսյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Ներսիսյան, սկսենք քաղաքացիների հետ հարց ու պատասխանից, պաշտպանության նախարարի դիտարկումներից, մասնավորապես պաշտպանության նախարարը բավականին դրական լույսի ներքո էր ներկայացնում բանակում տեղի ունեցող ռեֆորմները, հա, օրինակ թե կլինեն դիրքային պայմաններին, ծառայության պայմաններին վերաբերող նույն պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման մասով քաղաքացիներ կային մի քանի, որոնք ասում են, բա ինչու բոլորի վրա օրինակ չի տարածվում, հա, ինչու 2026-ից խոսում են այստեղ որոշակի արդարության սկզբունքի կամ մոդելի կիրառման անհրաժեշտության մասին։ Ընդհանուր առմամբ համաձայն եք նախարարի գնահատականների հետ։ Նայած ինչն է դիտարկում ռեֆորմ։ Ատեստավորման գործընթաց օրինակ 65% արդեն անցել է, ոչ միայն ֆինանսական, այլև մտավոր եւ ֆիզիկական իրենց կարողություններն են զարգացնում, զինծառայության ժամկետն է 6 ամսով կրճատվում, չունենք այլևս նախկինում մեր ունեցած կամ պատկերացրած բանակային դիրքերը, կենցաղային պայմաններն են ավելի բարելավել, հնարավորություն է տրվում օրինակ պահեստազորի սպաներին շարունակել իրենց ծառայությունը, կանայք կամավոր հիմունքներով ներգրավեն բանակում։ Դրանք միգուցե պաշտպանության նախարարության համար ռեֆորմներ են, բայց
բարեփոխումները լինում են համակարգային։ Եթե դրանք համակարգային չեն, ապա դրանք լոկալ փոփոխություններ են եւ չի կարելի դրանց անվանել ռեֆորմներ եւ ռեֆորմների տակ մատուցել հանրությանը։ Այսինքն սրանք շղթայական ազդեցություն չեն ունենալու։ Սրանք շղթայական ազդեցություն չեն ունենալու, սրանք չեն փոխում բանակի փիլիսոփայությունը։ Սրանք չեն փոխում թե այն խորհրդային բանակի տրամաբանությունը, որը որ մենք ժառանգել ենք։ Սրանք ավելի արտի չեն դարձնում բանակը, ինչու ես ձեզ ասեմ, օրինակ վերցնենք փոփոխություն ատեստացիայի հետ։ Միշտ չէ որ սոցիալական փոփոխությունը բերում է մոտիվացիայի ավելացման, սա մեկ, սոցիալական փոփոխությունը բավարար, սակայն անհրաժեշտ պայման չէ, որպեսզի ծառայության նկատմամբ մոտիվացիան ավելի բարձր լինի։ Եվ երկրորդ, երբ որ խոսում են, օրինակ պաշտպանության նախարարը խոսեց մասնագիտական գիտելիքների մասին, մինչև դա թվարկեց ֆիզկուլտուրան, թվարկեց նաև կրակայինը։ Եվ երրորդ քննությունը ոչ թե մասնագիտական քննություններ են, ինչպես եւ այլ շարային քննություններ են։ Հետևաբար, երբ որ խոսում ենք ատեստացիայով գիտելիք տալու մասին, սա չի կարելի այդպես անվանել, որովհետեւ օրինակ կապավորը ժամանակակից կապի եւ կառավարման միջոցների մասին հավելյալ գիտելիքներ չի ստանում, չի սովորում եւ դրանց վերաբերյալ նաեւ, չգիտեմ, ասենք ատեստացիոն որոշակի ստուգարքներ չի անցնում։ Բայց սովորում է շարային։ Բայց սովորում է շարային։ Շարայինը որտեղից է եկել պրուսական բանակից, ռուսական բանակին, ռուսական բանակից խորհրդային բանակին եւ այն շարայինի ծավալի մասին է խոսքը, որ այսօր կատարում է կա բանակում։ Այդ շարային ծավալը այսօր կա բանակում եւ ինչու են այդպես անընդհատ հասարակությանը մեկնաբանում ու ցույց տալիս, որ դա ռեֆորմ է եւ շատերը կարծում են, որ դա ռեֆորմ է, ապա իմ համար անհասկանալի է մնում, դա միշտ շատ լուրջ դեմքով, երբ որ ասում են պարոնակ նայեք այս լուրջ դեմքերին, այդ լուրջ դեմքերով են կատարվում ամենամեծ սխալն է այս պատմությունների մասին։ Այո, խաբերություն չասենք, ասենք, որ լուրջ դեմքերով խոսում են ռեֆորմների մասին, սակայն ռեֆորմներ չկան իրականում։ Կան այնքան, ինչքան որ կարող են։ Ես այդ համոզմունքին եմ եկել, այսքան որ քաղաքական կամքը հնարավորություն է տալիս, որովհետև թե զինտեխնիկայի գնման պայմաններում, երբ որ ասում են, այո, մենք այնպես ենք զինվել, որ ասենք այսօր դրությամբ ընդհանրապես բանակը խնդիր չունի, սակայն իրականում միայն զինվելով չէ, դրա մասին էլ կարող ենք խոսել։ Մյուս հարցը դիրքերը։ Այո, կան դիրքեր, որոնք որ ոչ միայն բավարար պայմաններում, այլ բարվոք պայմաններում չեն, կան այդպիսի դիրքեր։ Եվ ես պաշտպանության նախարարությանը խորհուրդ կտամ ոչ թե տանել այն դիրքերը, որոնք որ բարեկարգված են, ցույց տալ դրանք, այլ այն անձով, որ նշել է օրինակ դիրքերի մասին, տանը ցույց տալ այն դիրքը, որը որ այդ անձին նկատի ունեցել, կամ եթե չգիտեն այդ դիրքերի տեղը, կարող ենք մենք մի երկու դիրք ասել, դուք ինքներդ որպես շահագրգիռ թույլտվություն անձիկ կամ քաղաքասարության ներկայացուցիչները գնան տեսնեն այն դիրքերը, որոնք որ այլ անձանց կողմից կմատնանշվեն, ոչ թե պաշտպանության նախարարության։ Այսինքն կան այդպիսի դիրքեր։ Իհարկե կան այդպիսի դիրքեր։ Չեմ ասի, որ բան չի փոխվել, բայց դրանք լոկալ որոշումներ են, լոկալ փոփոխություններ են, դրական փոփոխություններ են, բայց դրանք համակարգային բարեփոխումներ չեն։ Ատեստավորումը համակարգային փոփոխություն չէ։ Ոչ, իհարկե ոչ, որովհետև ատեստացիան ընդամենը առիթ է աշխատավարձը բարձրացնելու համար, ոչ ավելին։ Բայց դա եւս կարևոր կոմպոնենտ է։ Ես ասացի, դա բավարար կոմպոնենտ է, սակայն անհրաժեշտ կոմպոնենտ չի, որպեսզի դու մոտիվացիան բարձրացնես եւ ծառայության համար նույնը կանանց եւ աղջիկների դեպքում։ Օրինակ, եթե ստատիստիկան հարցում անեք տեսնեք, դուք տեսնեք, որ բավականին փոքր է թիվը։ Եվ օրինակ հարց առաջանում, ինչու օրինակ Իսրայելում 32 ամիս է ծառայությունը, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է դառնալ 36 ամիս, օրինակ այդ բանը կա, նախագիծը կա, այս մեր մոտ ասենք կրճատել են 18 ամիս, միևնույնն է, մեր 18 ամիսը ավելի քիչ նախապատվելի է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար, քան 32 ամիսը Իսրայելի։ Ինչու՞։ Որովհետև համակարգային տարբերություններ կան բանակների միջև։ Ինչպիսի։ Շատ մեկը նախազգային բանակի ամբողջությամբ
զինվորը այնտեղ բարձրագույն արժեք է եւ ամեն ինչ պատտվում է զինվորի շուրջ անվտանգությունից բռնած իրավունքներից վերջացած իսկ այստեղ շատ դեպքերում գույքային պաշտպանության նախարարության գույքային իրավունքները ավելի արժեքավոր են օրինակ քան նույն զինվորը Իսկ չեք կարծում, որ մենք այդ ճանապարհն ենք անցնում։ Չէ, ինչքան կարելի է ճանապարհ անցնել։ Գիտեք 91 թվականից երբ որ փոփոխություններ են գնում, ասում էին մենք անցումային փուլում ենք։ Հետո եկավ մի նախագահից հետո երկրորդը ասաց մենք անցումային փուլում ենք։ Հետո երրորդը հիմա 4-րդ անցումային փուլն է եւ ինչ որ էլի անցումային փուլում ենք, ասենք 3-րդ հանրապետությունից անցնում ենք 4-րդ հանրապետություն, չգիտեմ դրա տրամաբանությունը ինչպես են, ընդհանրապես լեգիտիմությունը ինչպես են բացատրել կամ ներկայացնելու հիմնավորելու, սակայն 7 տարին եթե թողենք, ապա 21-26 թվականի գոնե իրենց ծրագրով նախատեսված փոփոխությունները եթե կատարեին, հենց նույն կառավարության, ապա միգուցե մոտենային համակարգային բարեփոխումներին։ Դրանք իրականում բարեփոխումներ չէին լինի, բայց բարեփոխումների համար հիմքեր կստեղծվեր, որոնք որ կարող էին արդեն օգտագործվել 26 թվականից հետո։ Բայց դրանք էլ չկան, էլի, հիմքերը չկան։ 26-26-ի իրենց ծրագրերը անգամ հիմքերը չկան դրանց։ Ես ձեզ ասեմ, ես շատ եմ խոսացել, այս տաղավարություն եմ խոսել։ 22 թվականի հունվարին պետք է պատրաստ լիներ պաշտպանության մասին նոր օրենքի նախագիծը։ Դա ես չեմ գրել, դա իրենց ծրագրով է գրված։ Այո, դա գովելի է մեր պաշտպանության մասին օրենքը լրիվ փոփոխության կարիք ունի, բայց բոլոր ծրագրերը գրեթե անում են բացի դրանից։ Ինչու՞, որով միգուցե դա թաքնված է վարչապետյան խոսքի մեջ, թե ինչպիսին պետք է լինի մեր բանակը, որ բանակից պետք է ուժեղ լինի։ Եթե դու հարցնում ես, որ բանակից պետք է ուժեղ լինի, դու շարժում ես այն տրամաբանությամբ, որ քեզ ընդհանրապես զինված ուժեր պետք չեն։ Եթե այդպես է։ Դե եթե որ բանակից պետք է ուժեղ լինի, եթե այդ տրամաբանության գնանք ու այսօրվա այն լոկալ փոփոխությունների, ապա Հայաստանի Հանրապետության զինված ուժերը տարածաշրջանային ոչ մի զինված ուժերին հակազդելու հնարավորություն չեն ունենալու։ Այդ դեպքում, եթե մենք չունենք զինված ուժեր, որը որ որոշակի հակազդեցություն կարող է ունենալ, այսինքն գոնե ուժերի բալանսավորման տեսանկյունից, ապա զինված ուժերի կարիք ընդհանրապես չկա։ Ինչերից է պետք։ Իսկ այդ տրամաբանություն ցելնելով եմ ասում, ինչերից է պետք, ես այդպես չեմ կարծում։ Հա, ռազմաարդյունաբերության մասով։ Դուք այս ոլորտին շատ եք անդրադառնում եւ հիմնականում դժգոհ եք։ Ռազմաարդյունաբերության ոլորտում ես ձեզ ասեմ ամենայն հարգանքով պարոն Մերաբյանին իր ղեկավարման շրջանում բավականին լավ փոփոխություններ էին նախատեսվում, որոնք որ այսօր սառեցված են։ Ես չգիտեմ այդ իրավական ակտերին չեն սառեցված, ասենք ես անձամբ չեմ հարցրել, բայց կուզենայի օրինակ հենց նախարարին հարցնել կամ այսօրվա ռազմաարդյունաբերության կոմիտեի նախագահին, թե ինչու են լոկալ ակտերը, այն իրավական ակտերը օրինակ կանոնակարգերը, օրինակ end user ստանալու կանոնակարգերի մասին է խոսքը, մինչև այսօր որ պիտի տարվա սկիզբ ընդունված լիներ 25 թվականի հունվարի 1-ը մինչև ընդունված պիտի լիներ, մինչև այսօր օրինակ գոյություն չունի։ Ու մեր արտադրողները, մեր ներկրողները, ինչպես նաև ռազմաարդյունաբերության ոլորտի հետ կապված շատ ձեռնարկություններ, լուրջ խոչընդոտներ ունեն դրա հետ կապված։ Նույնը հիմա խոչընդոտներ կան գիտական ուսումնասիրությունների հետ որոշակի խնդիրներ կան, որոշակի խնդիրներ կան նաև պետության կողմից ֆինանսավորման, որոշակի խնդիրներ կան հենց արտադրողների համար, եթե ուզում են ինչ-որ բան արտահանեն, որովհետև իրավական ակտերի շղթա կա, որը որ բաց է թողնում ոլորտը եւ ցանկացած պաշտոնյայի թողում է ուրույն մեկնաբանել, դա կարելի է, թե չի կարելի օրինակ այդ ոլորտում իրականացնել, թե իրենց լիազորությունների մեջ էլ չկա, ուղղակի ասում են, որ սա լիազորությունների մեջ չկա ու դրանով վեր, սա արդեն փակվում է խնդիրը։ Իսկ համաձայն եք, որ եթե այս տեմպերով մենք շարունակենք մեր ռազմաարդյունաբերությունը արդեն ապագայում 50+ իր կարիքները կհոգա մեր երկիրը, չէ։ Պարոն Մերաբյան, ոչ, չի բանանի։ Ինչու։ Որովհետև ես ձեզ ասեցի, հունվարի 1-ի դրությամբ
նախարարը անձամբ ազգային ժողովում ասեց, մինչև 25 թվականի հունվարի 1-ը այդ կանոնակարգերը կընդունվեն։ Քանի ամիս է անցել։ Ինչ շարունակելու մասին է խոսքը։ Եթե հունվարի 1-ի դրությամբ կանոնակարգեր պետք է ընդունվեն, արդեն մյուս տարին է լրանում 11-րդ ամիսը։ Դուք պատկերացնում եք մնացած որոշումները այդ տեմպերով մենք ուր կհասնենք։ Իսկ հապկի վերաբերյալ դիտարկումները մենք լսեցինք փոխարտգործնախարարի, հա, դրանք համոզիչ են երկրի դիվերսիֆիկացիոն, բալանսավորող արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ։ Ասում եմ, այս պահին է մեր քաղաքականությունը։ Չենք մասնակցում որոշումների ընդունմանը, չենք խոչընդոտում, բյուջե փող չենք վճարում ու սառեցված են, բայց դուրս չեն գալու։ Փոքր երեխաներ կան, որ հարցնում եք, ասում են, մի բան ասում եք, ասում են լավ եմ արել։ Որ չեն կարող հիմնավորել թե ինչ են լավ եմ արել, այդպես եմ ուզել, այդպես եմ արել։ Այդ լավ անել այդքան էլ լավ հիմնավորում չէ, էլի։ Այդպես ենք ցանկանում, այդպես ենք անում, բայց ինչու են այդպես անում, որտեղ է Հայաստանի Հանրապետության շահը, օրինակ ես չեմ հասկանում հապկում մնալու հանրապետ շահը որտեղ է։ Կամ մենք չենք մասնակցում, բայց դեմ չենք այդ բաներին, ասենք տրամաբանությունը ո՞րն է, եթե մասնակցում ես, գնա քվեարկի, որ դեմ չես, որ չես մասնակցում, բայց բանը ուղարկում ես հաղորդագրությունը, որ դեմ չես։ Դա ինչ եղավ, դա եղավ հերավար մասնակցություն, այլ ձև մասնակցության, այլ ձև եղավ, ասենք այսօր կա հերավար դատավարություններ, օրինակ, դա նշանակում է չկա դատավարությունը, կա դատավարություն, ուղղակի դու անձամբ ֆիզիկապես այդ դատավարությանը մասնակից չես, ֆիզիկապես, բայց մասնակից ես եւ մասնակցում ես։ Նույնը հապկի դեպքում է, մասնակցում ենք, ուղղակի պատվիրակ չկա։ Այսինքն այդ որոշումները մեզ վերաբերում են։ Իհարկե վերաբերվում են։ Եվ ես մի քանի անգամ ասել եմ, հապկը չի խնդիր, այստեղ ԵԱՏՄ որոշումներն են խնդիրները։ Մեր նույն ռազմաշրջանաբերության զարգացման համար դուք եթե բացեք տեսնեք ԵԱՏՄ որոշումները, դուք տեսնեք թե ինչքան հետադեմ որոշումներ են եւ այդ որոշումները ուղիղ ազդում են մեր ինքնիշխան ռազմաշրջանաբերության զարգացման վրա։ Ես անգամ կարող եմ հիմա իրավական ակտերի անուններ թվարկել։ Կամ խոսում եմ այն մասին, որ զինտեխնիկան, ասենք, մինչես վերջերս ոչ մի պետություն չէր ուզում վաճառել, ես չգիտեմ, այդպես են զեկուցել վարչապետին, թե այդ իր քաղաքական ինչ-որ PR կամ չգիտեմ ինչ-որ ակցիա էր, որ ասել չեն բանաներ, այդ նույն Սու 30-ների հետ կապված, ես ուզում եմ կրկնել, որ Սու 30-ների հետ կար առաջարկ ամենաժամանակակից Gripen սապները, Jazz Gripen սապները գնելու մասին առաջարկ կար եւ պետք է խոստովանել, որ նույն հապկի նման այն ժամանակ ուղղակի մենք վախեցանք ռուսական կողմին, ասենք չէ եւ գնենք շվեդական Jazz Gripen-ները։ Սա նույն հապկի խնդիրը, այսօր նույն բանն է, մենք վախենում ենք հապկից դուրս գանք։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս անվտանգային եւ ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորման հիմնադիր անդամ Նարեկ Ներսիսյանն էր։ Մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։ Ուրբաթը սև չի, իդեալը ինչ ուզես կզեղչի։ Նոյեմբերի 20-ից 30-ը պաստառների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգից, մեկ հատը սկսած ընդամենը 690 դրամից։ Առաքումը ստացեք երբ կցանկանաք, իսկ ապարիկը առանց որևէ տոկոսի։ Մանրամասները idealsystem.am։ Սև ուրբաթ, ուրեմն իդեալ։ Ուրբաթը սև չի, իդեալը ինչ ուզես կզեղչի։
Նոյեմբերի 20-ից 30-ը Սանկերամիկայի նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգից սկսած ընդամենը 13000 դրամից։ Առաքումը ստացեք երբ կցանկանաք, իսկ ապառիկը առանց որևէ տոկոսի։ Մանրամասները idealsystem.am։ Սև ուրբաթ, ուրեմն իդեալ։